Բարև ձեզ սիրելի արաբկիրցիներ ջան, որպես արաբկիրցի եմ ասում, մեծ պատիվ է լինել արաբկիրցին, գիտեք ինչու, որովհետև բոլոր ժամանակներում, բոլոր ընտրություններին, բոլոր իշխանությունների օրոք, արաբկիրը միշտ ասել է իր վճռական խոսքը և հերթական անգամ ակնկալում եմ, վստահ եմ, խնդրում եմ, հորդորում եմ, որ բոլորս մի բռունցք դարձած հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս, ոչ ասենք Հայաստանի թրքացմանը և ընտրենք քվեաթերթիկ համար 3։ Սիրելի հայրենակիցներ, շատ-շատերը, ցավոք սրտի, թերահավատորեն են վերաբերում կամ անլուրջ բառը չեմ ուզում օգտագործել, երբ ասում ենք Հայաստանի ադրբեջանականացման վտանգ գոյություն ունի։ Բոլորիս ձայնը կարևոր է, խնդրում եմ, մեկ մարդու նման գնալ ընտրատեղամաս, որովհետև իհարկե չի տեղի ունենա այդպիսի բան, բայց եթե իշխանությունները վերարտադրվեն, Հայաստանը թրքանալու է։ Ասեմ ինչու։ Հիշում եք որևէ դեպք, երբ Ալիևը զառանցի այն մասին, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան պետք է վերադառնան ադրբեջանցիներ 300,000 և Հայաստանի վարչապետը կամ ցանկացած իշխանավոր իրենց բառով ասեմ, դուխով փորձեն հակադարձել, չկա նման դեպք, հետևաբար մենք պետք է մերժենք անարժանապատվությունը։ Սիրելի հայրենակիցներ, քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ցավոք սրտի այս ընթացքում մենք իշխանություններից չենք լսել որևէ ծրագիր, բացի ընդդիմախոսներին վիրավորելուց, բացի հիմար ստախոսություններից, բացի ուտել խմելու տեսարաններից։ Մենք պետք է մերժենք խոզի կաշի, խաշլամա ուտելու տհաճ տեսարանները և ընտրենք հայանպաստ ծրագրերը։ Մի շատ կարևոր ընդգծում, սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատ-շատերը զբաղվում են գործարարությամբ։ Արդյոք որևէ մեկը կընտրի տնօրեն իր կազմակերպության համար, որը նախքան ձեր մոտ աշխատելը սնանկացրել է մի քանի ընկերություններ, պարտվող է եղել միշտ, և հակառակը, բնականաբար կընտրենք այնպիսի տնօրեն, որը միայն հաջողություններ է արձանագրել, սա ընդամենը համեմատության համար եմ ասում, ուրեմն այդ հաջողություն արձանագրած և երկիրը հաջողությունների հասցնող, շենացնող, ապագա ղեկավարը Սամվել Կարապետյանն է։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին ընտրության գնալով մենք ընտրելու ենք ամուր կայուն խաղաղություն, որտեղ մեր ժամկետային զինծառայողները վարձատրվելու են, ծառայությունը դառնալու է 1 տարի, մեր երեխաների համար ընտրելու ենք անվճար կրթության հնարավորություն, իդեպ այսօր հունիսի 1-ն է, շնորհավորենք մեր երեխաներին, որ ուժեղ Հայաստանում են ապրելու։ Մենք ընտրում ենք 300,000 աշխատատեղեր, մենք ընտրում ենք կենսաթոշակներ արժանապատիվ, որ մեր ծերերը տարեցներ ապրեն արժանապատիվ կյանքով և շատ ու շատ այլ ծրագրեր։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կողմ են անարժանապատվությանը, պարտվողականությանը, ստին ու կեղծիքին, թող գնան ընտրեն համար 16-ին։ Մենք ընտրում ենք քվեաթերթիկ համար 3, ուրեմն բոլորս միամուռ կերպով հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս հանուն մեր արժանապատվության, հաջողության համար 3, կեցցե ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը։